կապիտալ։ Այս շվեյցարական բանկում ենթադրենք։ Արա, չի կարելի քեզ ասեմ։ Լսի քեզ ասեմ։ Եթե շվեյցարական բանկում ունենա մի վայրկյանում կբռնագրավեն Կադաֆիի նման։ Լսի ասեմ։ Ինչի՞ է այդ մակարդակի բաները չռե։ Մի վայրկյանում եղած չեղածը ասել չեք ճանաչում գումարները։ Միջազգային որովհետեւ բանկը փող է պահե։ Ուրեմն ռուսական բանկում մի ինչ-որտեղ, չգիտեմ, միտեղ բայց ունի ջետ կապիտալ, հնարավոր չի չունենա այդ մարդը կապիտալ։ Իրան պետք չի ունենա կապիտալ է։ Հասկանում ես, դա արդեն նենց մակարդակա, այդ աստիճանի բանը։ Որն պետք չկա, այդ սա իր կապիտալն է, այդ սա երգիրը։ Ինքը այդ Լուկաշենկոն ռուսական դպրոց ավարտած բան չի, ամեն կլատուրշիկը չի, ոնց կարա ինքը մեջներից մեկը դուրս է եկել, որ ամեն կլատուրշիկներից, որ դարձել է եղել է Լուկաշենկո, դա մեկն է եղել։ Հակոբ, գիտես ինչ կա, միանգամից շարունակի այդ միտքը ցած։ Դա այն չի, որ Կանադայի խաղի ժամանակ դիտմամբ գոլ չխփեց, շայբան գցեց Էսյանի վրա։ Դա էլ ասա, որ դու դրան ապացուցել է այնքան հեշտ է։ Չգիտեի դրա մասին, թե ժամանակ խաղին դուրս չեկավ, իբրև փողը ցավում է, այնից սուտ, մերոնք էլ տարվան։ Դու պատկերացրա Բելարուսյան ինչ դավաճանի ձեռն է հիմա։ Այդպես կարաս ասես, գիտես։ Այդ հիմք ընդունելով խնդրում ես Բավարշի որ իմանաս սենց է կամ պետք է տենց լինի կամ պետք է մարդ չլինի ընդհանրապես պետության բանի կառուցվածքը պետության կառուցվածքը որպեսզի լավ աշխատի պետք է մի մարդուց կախված չլինի որովհետև այսօր ընդ Լուկաշենկոն է վաղը կսարքեն Լուկաշենկոն վեշնի չի Վաղ մի բան կսարքեն Բելարուսիայի գլխին, էլի կսարքեն, բայց պետական կառուցվածքը ուրիշ ձև լինի մի մարդուց կախված չլինի, մի մարդը չկայանա ինչ-որ հարցեր լուծի, այդ ժամանակ ոչ մի բան չեն կարող անել։ Բայց Հովիկ, սենց էլ կա, ինչքան Լուկաշենկոն ձգում է այս վիճակը, այնքան գալիք կառավարության համար հեշտանում է, այսինքն եթե Լուկաշենկոն չեղավ Բելարուսյան անցավ իրանց նշանակած կառավարության տեղը միևնույն է հաջորդ քայլը ավելի կզարգանա եթե Լուկաշենկոն ինչ-որ բաներ ստիպողաբար կանգնացրել է որտեղ շրջափակման մեջ է եթե հակատես շրջափակումը բացեց իրանք ավելի մեծ թափով կընթանան առաջ որտեղ հասարակության բարոյականությունն է պատրաստում Լուկաշենկոն ոչ թե արտադրության տեսակները եւ այլն Առաջինը երկիրը չեն կարող քանդել, որտեղ Հայաստանը ավիրեցին եւ մնացած հանրապետությունները, մեկ, երկրորդն էլ, եթե հանկարծ նրանց տրվի բիզնեսների կազմակերպման ազատություն, ֆինանսներ, ներդրումներ, բան, սրանք կթռնեն առաջ, դրանում ոչ մի խոսք։ Եվ գերմանական հրաշքը կտեղափոխվի Բելարուսիա, չինական հրաշքը կտեղափոխվի Բելարուսիա, որտեղ ինչքան պահում է Լուկաշենկոն, այդքան հասունացնում է այդ պտուղը։ Զգում եք այդպես բան, թե չէ։ Գիտես ինչ ուժ ունի։ Նա ես քեզ մի հատ հետաքրքիր բան պատմեմ։ Ես գիտեմ Մոսկվայում ուրեմն այն ժամանակ երբ որ գազի հարցով լարվածություն եղավ Ռուսաստանի եւ Լուկաշենկոյի մեջ իհարկե ես չի ասի Ռուսաստան պետության այնտեղ գազի ինտերեսներ կան էլի եւ գազի փոխադրիչներ ուզում էին առնեն բայց Լուկաշենկոն չէր ծախում եւ այլն սկսեցին գազը կդել Բելարուսիային Բելարուսին գիտես ինչ արեց ես այդտեղ ճոգեցի որ Բելարուսիան ունես պոտենցիալ ունի արտադրական այլ բանից պարզվում է Ռուսաստանի ամենաներկրվող տավարի միսը մեծամասնությունը Բելարուսյան է ներկրում դու պատկերացնում եւ հանկարծ ինքը սկսեց չներկրել Ռուսաստանը որ 150 միլիոն է իսկ Բելարուս եւ տարածքներ ունի անսահման իսկ Բելարուսյան ավելի փոքր է գիտես ինչ ստացվեց շուկայում մեկ էլ այդ միսի գործանողները որոնց ես անձամբ ճանաչում եմ մի հատ ահավոր վիճակի մեջ են կան գնում են շուկայում բացի գինը բարձրացել ոչ միայն բարձրացել է միշտ չկա քիչ է բանջարը շատ է միշտ չկա Բելարուսյան միշտ չի բերում հասկացա մեկ է ստացվեց որ մի հատ փոքր երկիր
այդ մեծ երկրի ավելի մեծ արտադրություն ունի, որ կարող է ամբողջ Ռուսաստանին մսով կերակրի։ Այսօր այդ քանդվելուց հետո ես մենակ միսը դերած չեմ ասում այդ արտադրությունները բաները։ Իհարկե հետո կարգավորվեց մի շաբաթ հետո կամ մի տասնօր հետո, բայց ստացվեց, որ էդի պոտենցիալ ունեցող երկիր է, եւ այդ պոտենցիալը մնացել է այդ աստիճանի սովետի երկրներից Բելարուսիայում, չի խախտվել այդ պոտենցիալը։ Ինչի հարց։ Սա երկրներում քանդվել է, քանդել են ծերից ծեր, գործարան չկա, այդ գործարանների պատերն են մնացել։ Հայաստանում մենակ պատերն են, այդ որ ասում ենք հիմա գործարան չէ, ոչ մասնագետ կա, ոչ տեխնոլոգիա կա, ոչ բան կա, հաստոց կա, ոչ բան չկա, պատերն են թողել։ Մենք ռեստորան են սարքելու։ Անես նկարագրեցիր կախվել ես եկավ ով ջան։ Ասում ես ինչ պատերում ենք ապրում ենք ակա։ Չէ, դե երկե տես չի, ապա չանանավոց կավա տենց լինի։ Անձամբ ես տեսել եմ Մակոբ ջան, ոնց են ծերից ծեր դադարքում գործանը, ես այդտեղ եմ ապրել։ Հիմա ես մի հատ ուրիշ բան հարցնեմ, հա։ Իրեկոյվան մեջ։ Ստեփան, դուք իմանաս, Հայաստանին, Հայաստան պետությանը այսքան գործաներ 180 քանի հատ ասացիր Ստեփան, հովի 1140 հատ գործարան պետք էր ու սարքվեց։ Ագոջե, որ դու խոսում ես, ոնց բան է խոսա, գիտես ինչ են միջազգային վալուտնի ֆոնդի, որ ասում մենք, հետո Տիգրան Սարգսյանն էլ ասում է, մենք պետք է ծառայությունների երկիր լինենք, մենք արտադրության երկիր չպետք է։ Ես իսկականից եմ հարց տալի, Հայաստանին այդքանը պետք էր, լուրջ եմ հարց տալի։ Հայաստանին, ասեմ քեզի, լուբո երկրի այդ ձևիրանները կհզորացնեին, պետք է ցանկացած երկիր, փոքր, մեծ, արտադրությունը տնտեսության ամենաառաջին բանն է, եթե արտադրություն չունի պետությունը կախված է, եթե արտադրություն չունի պետությունը աղքատ է, եթե արտադրություն չունի, մենակ արտադրությունը գոհուշ է։ Ովիկ ջան, չմտածես թե ես էդի չգիտեի այդ պատասխան, ես ուզում էի լսեի պրոստը մի հատ քեզանից էլի։ Բանը չես տեսել Տերն ու ծառան։ Մի հատ մուլտիկ ֆիլմ կա Տերն ու ծառայի վրա։ Ոչ չենք տեսել։ Որը դե ասում է այս շաշ կնգան ասում, ասում է կրակը երման ջրով կհանգցնեն, հիշում ես այդ դասվածքը։ Այդ զախորդ փալոսը չի։ Արա բայց զախորդ բայց ինչ ասում։ Տերն ու ծառա ասի։ Զախորդ փալոսը Տերն ու ծառա ես։ Տերն ու ծառա չի ասեցի չէ բաց։ Ոչ երբա ջրով կա։ Արա կարծես տրամաբանություն կա չէ մեջը։ Երրումը, այդ կրակից ինքը ոչինչ չունի, առնելիք, որ սառացնի զբանանի։ Հիմա ասած է, Հակոբ ջան, հետ է, բա մեզ պետք է 3100։ Ես էդի հարցրեցի Ստեփան ջան, բայց ես գիտեի դրա պատասխանը։ Ես ինչի համար էդի հարցրեցի, ուզում եմ հարցնեմ, այդ նույն սաբոտաժնիկները, հա, Սովետ միության ժամանակ, բա ոնց եղավ, որ չընդդիմացան Հայաստան պետությունում այդքան զավոդներ սարքեցին։ Այս սրա մեջ եմ ուզում։ Սովետին ես ասում։ Հա, Սովետի ժամանակ Հայաստանը այդքան զավոդ սարքեց։ Սովետը քանդվել է սաբոտաժնիկների ձեռով եւ գրած ծրագրով, դրանում չկասկածես։ Եվ իրանք այդ գործարանները որպես կանֆուլաժներ մնացին, քանդեցին։ Ըստից եզրակացնում ես, արա որ էսի բեմադրություններ, դա էլ բեմական դեկորացիա էր ուրեմն։ Էլ բա ոնց էր մի խոսա։ Իրանց նպատակն էր դեկորացիա արտադրել, հետո բլել, որը արեցին։ Հիմա դու ասում ես, ավետ գիտես ինչի նման է։ Դեկորացիաները մեկ կարային կօգտագործեինք, չէ։ Ձեր չտայիր։ Հա, պոլիվինիլ ացետատն չես կանգնացրել քանդել։ Կաուչուկը խեսար է։ Կաուչուկը միակ բանը, որ քո համար դիֆիցիտ էր, Սումգայիթից ստացող քլորն էր, որը ցիստերնով գալիս էր, քլոր պրենային մնացածը պոլիվինիլը արտադրում էր։ Քլոր էր պետք։ Քլորն էլ աղից են ստանում։ Նատրիումը քլոր, որը ունես, աղել ունես։ Ուրեմն
աղը կա, ամեն ինչը կա, տեղական հումքը։ Մի հատ էլեկտրոլիզի պետք է ենթարկես, էլեկտրականություններ ունես, բանը, աղաջուրը, քլորը արդեն առաջացա։ Քլոր, քաշի, ինչի հանկարծ կաուչուկը կանգնացրիր։ Ինչի հանկարծ այս վիճակին բերիր պոլիվինիլը։ Երբ որ պոլիվինիլը մինակ իր սոսինձի արտադրությամբ աշխարհը կբռներ։ Չեմ ասում սոսինձը ինչ տեսակի արտադրություններ զապուսկաներ Հայաստանում։ Տեքստիլ, կոշիկի, ինչ ուզես։ Ինչ ուզես։ Դու խփել ես սրտին։ Երևի մեզ ասում ես թե սաբոտաժնիկները խինտ են ցարի։ Արեցին, ես չեմ ասում խիտ խանդեցին, Ստեփան։ Դու վերցնեիր այդ դեկորացիան, եթե այդքան խելք ունեիր։ Ուրախացել էիր, որ պոլիվինիլը պետք է քանդեն, կաուչուկը պետք է կանգնացնեն։ Ես ուրախացել էի, որ պոլիվինիլը սարքել էին, Ստեփան, ես ուրախացել էի, որ պոլիվինիլը սարքել էին։ Ես ուզում եմ հասկանամ ոնց եղավ, որ այդ սաբոտաժնիկները թույլ տվեցին, այդ ինչ հրաշք տեղի ունեցավ, որ Հայաստանում այդքան գործարան։ Ասա, Դե սաբոտաժնիկները թույլ չտվեցին։ Բա ով թույլ տվեց։ Լսեք ես ասեմ, չէ՞ որ սովետը պետք է ասենք 50-60 թվերն է բան։ Հեզորանում է, հեզորացման ամենակարևոր բանը Ամերիկային հետ չմնալու է, միայն արտադրությունն է։ Ինքն իր շուկայի մեջ, որտեղ մեծ երկիր է, առաջինը եւ բացի իր շուկայի մեջ նաեւ այլ երկրները, որոնք օրինակ Կուբա, Կորեա, այլ երկրները մենակ ինքը կարա արտադրությամբ եւ տնտեսությամբ իրանց գրավի իր մոտ։ Ուրեմն ինքը պետք է ունենա հզոր տնտեսություն եւ հզոր արտադրություն։ Առանց արտադրության ինքը չի կարող ունենա հզոր տնտեսություն։ Ուրեմն ինքը սկսում է արտադրել ամեն ինչ, բոլոր եւ միևնույն ժամանակ բոլոր հանրապետությունը պետք է աշխատի, որպեսզի այն մյուսներին էլ կանի, պետք է իր երկրի մեջ կարգավորված լինի։ Դրա համար ինչ անում։ Այդ մարդիկ էլ որ սովորում են, ինչպեսին, ասենք, դառնում են Մենջոյանը, որ ասեցիր, որ բան գալիս են ու սկսում են արտադրություններ դնել, բաներ դնել, ուղղորից են դնում, որ իրանք չեն դնում այդ արտադրություն, իրանք գտնում են, արդեն կազմակերպում են, գտնում են ինստիտուտը կա, ինչ է, ինչ պետք է սարքվի, մեկի արտադրությունը գալիս է դնում ու սկսում է կանվերի մեջ խփել էդի։ Նույն ձևի եւ դառնում է ինչ, եւ ամեն անգամ երբ որ սկսում է մի արտադրություն, արդեն պահանջարկ անում, որ պետք է մեծանա, դառնա զարան, չէ՞ որ դա պետք է այդ ապրանքը միևնույն ժամանակ գնա Կուբա, գնա Կորեա, գնա բան, այնտեղ փող պետք է տան, պետք է ծախեն միտեղ, ոչ հսկայական մի հատ տնտեսություն է դառնում համաշխարհային մակարդակի։ Դա եղավ։ Հիմա դրա համար սաբոտաժնիկները մեջը էդի process-ը, որ սաբոտաժը ելնում է ինքիրան։ Հիմա ոնց եղավ, այ հարցը ստեղա, ոնց եղավ, որ սաբոտաժնիկները քանդեցին, այդ հարցը դիտավ։ Չէ, քանդելը սովորական երևույթ է, այդ իրանց քանդելը իրաց վիճակն է։ Այ հենց այդ սովորական չի, ամենաուժեղ կազմակերպված սխեման, այդ քանդելու սխեման է։ Դե ես ասում եմ, նույն սաբոտաժնիկները, Հովիկ ջան, իրանք պետք է այնքան մտածած չէ, իրանք գիտեին, չէ, իրանք էությունն է այդ սաբոտաժ անելը։ Իրանք պետք է չթողեին, որ Հայաստանի նման պետությունում կառուցվեր էդի։ Հայաստանը չի խնդիրը։ Դու ումը նկատի ունես մի հատ լասա, միտքդ ոնց որ միանի վրա պռակոլ է տանի։ Այդ ումը նկատի ունես։ Չգիտեմ։ Չէ, նայ լավ, ասենք ինչ է սաբոտաժնիկը, դու կպատկերացնես ինչ է։ Նախ առաջինը, որ սաբոտաժնիկները, հեսա կասեմ, ինչ է իրանի, որ խոսում ենք, մենք ումը նկատի ունենք, եւ ոնց ինչի Հայաստանում ինչպես բոլոր այլ հանրապետություններում սարքվում է, ասենք, գործարան ըստ երկու պրինցիպիալ բաների։ Առաջինը տեղում եղած հնարավորությունների, առաջնահերթ հումքի եւ այլ եւ կամ էլ բաների, մասնագետների հիմքի վրա։ Այսինքն եթե դա մասնագետները կա, այդտեղ պետք է գործարանը այդ հավաքելու սարքեց։ Եթե դրա հումքը կա, այդտեղ է սարքում, բնական է։ Եվ սարքել են ըստ դրա, ինչպես Հայաստանում, այնպես էլ բոլոր այլ երկրներում։ Դու չիմանաս ուժի եկել չեղը այդպես գործարաններ, մեկը մեկից ուժի գործարաններ են։ Հիմա հանրապետություններում Հիմա իսկ սաբոտաժնիկները ովքեր են։ Սաբոտաժնիկները, հիմա ես քեզ ասեմ դու պատկերացնես։ Դու չիմանաս որ 17 թվին որ խոսում ենք, մեկ էլ 90 թվին նույն մարդն անդր նստած։ Իհարկե ոչ, բայց սաբոտաժնիկներն են։ Հիմա ոնց է ելնում, ոնց դրամա շատ կարևոր է սխեման, ոնց են քանդել։
Սխեմն է կարևոր, որպեսզի դու հասկանաս ինչ է։ Հետաքրքիր է։ Նոկա։ Ես իրեք ուրա փորձում եմ պատմել, ասում ես թող մնա դու հիմա պատմեմ քանի առիթ եղավ, հարցը տվեցին, դες սկսի։ Մի րոպե, քանի որ հարցը տես լուրջ է, այս խոչկորին նայելու սաբոտաժնիկների մասին բան լսել հաճելի չի, դեպքը ցույց տուր էլա։ Այն է, հեսա միացնում։ Չեք ասեք Խոչկորը լավ է։ Խոչկորը։ Հեսա միացնում։ Ուրեմն Էլ հարփած խոչկորը, ջոն խմած։ Էդի բանա, էդի որպեսի սաբոտաժնիկները չջոգեն մեր պոտենցիալը, էլի, դրա համար է քաշ։ Հարփածի տեղ դնել, հասկացա։ Հիմա այս բանը, այս հզորությունը, որ սովետական միությունն ունի, եւ բանը այս հզորություն հեգեմոնիա է ստեղծվել, ինչի է դա հեգեմոնիա ստեղծվել, ասենք բանկային կապիտալի, կապիտալիստական երկրի, ինչպես Ամերիկան է եւ այլն։ Եվ process է գնում, ինչ process է գնում, սկզբից սկսում են իրանք զինվել սովետի դեմ։ Սովետը զինվում, ասենք զինվում են, այնտեղ Կուբայի հարցը եւ այլն։ Հետո գալիս է միտեղ հասնում է, որտեղ որ լուծում ուրիշ ձևի պետք է գտնի։ Բանը, քո մեր ասած սաբոտաժնիկներ, որ հələ ոչ չգիտենք ովքեր են, պայմանական։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ անում, ասում է սրանց պետք է ուրիշ ձևի անենք, պետք է փորձենք լուծում ուրիշ ձև կը, որտեղ երկուսով էլ սովետներն են մտածում, որտեղ անդադ զենք են հավաքում իրար վրա, սալտ 1, սալտ 2, ռակետաներ, մակետաներ, տարբեր բաներ, բայց անիմաստ, որ խփեցին իրար, կպրծեն երկուսն են։ Ինչ ալնում Մենք էլ երկխոսությունը, մենք առաջին այդ Հելսինկի ուրեմն պատմությունը ես պատմում եմ, որ ասում են Հելսինկի քանի առիթը կա, էլի մի քիչ հեռվից կա, որտեղ սա իրար հետ կապված է։ Հելսինկիի մարդու իրավունքների, չգիտեմ ինչ sense անունն է, չէ՞, Հելսինկյան հանձնաժողով։ Այդ Հելսինկյան հանձնաժողովը ինքը ինստիտուտ չի, մարդու իրավունքների ոչ մի բան չկա գրասենյակ, որ գնաս Հելսինկի գրասենյակ չես գտնի, դες բան չկա։ Ինքը ինչ է 76 թվականին Սովետի Մոսկվայի գլխի վերևը, երբ որ ու պրիտոմ գիտես երբ ամենահետաքրքիրը հենց երբ որ բանը ոնց որ ասած Բրեժնևը դեբիլացել է, ասած ասենք կոպետ, որ 76 թվականին արդեն ինքը գալիս է գործի շաբաթը 2 օր 2 ժամով։ Հասկացա՞ր։ Եվ ինչ պետք է անեն, բնականա պետք է մի հատ Սովետի մեջ մարդիկ գտնեն այդ հարցը լուծելու, չգիտենք այդ ովքեր են, հավանական է Սուսլով, sense բարձր կարգի, հետո բերեն այդ բանը կախեն Հելսինկյան հանձնաժողովը Սովետի գլխին ու պայմաններ դնեն, որ Սովետն է համաձայնում, բայց այդ պայմանները, որոնցով համաձայնվում են, այդ ռակետաներից էլ հրաժարվելն է սկզբից, երկուսով պետք է սկսեն ասենք մենք արդեն մեր ռակետաները սկսում ենք հանել, հետո տենանք ինչ ենք անում։ Ամերիկան էլ ասում է դե որ ես էլ հանեմ, ասում է դե սենց տենանք մեր մոտ ձեր մոտ մարդկային հարաբերությունը, սենց ինչ որ process-ներ է գնում անհասկանալի դեռևս դրանք կվերադառնանք։ Հիմա ոնց ալնում որ սխեմա քանդվում է։ Հետո ինչ պետք է անի, պետք է մտնի KGB-ի մեջ, չէ՞ որ KGB-ների կռիվ է իր հետ։ Սուսլովին համոզել են կամ սրաներան համոզել են, չէ՞, առել են կամ բան, կամ չեն առել, ինչ որ խոսակցություն կա։ Մեջը պետք է KGB-ի մեջից է քանդվել է սկսվի։ Բայց ոնց։ Առաջին հերթին բերում են ասենք եւ Գորբաչովը 86 թվականն է։ Ուրեմն պետք է գան Գորբաչովի հետ համաձայնության, որտեղ մի հոգուց է կախված եւ պարծայից։ Եթե KGB իրանք հասկացել են դա, որ պետք է KGB եւ պարծայի շեֆ։ Ամենահետաքրքիրն է, որ Ռեյգանը իր գրվածքում պատմում է, որ ինքը ընկել է ասում է բանից համարյա աթոռից այն ժամանակ, երբ որ Գորբաչովը ինքն առաջարկել լուծումը պրոստը սովետը քանդել։ Այդքան բան, այսինքն իրանք դաժե չեն սպասել, որ այդ ձևի դաժե Գորբաչով առաջարկություն կանի։ Հիմա ոնց է այդ սխեման աշխատելու, որպեսզի մի հատ երկիր, որը լրիվ անկախ է, բանկային համակարգից կախված չի, արտադրություն է տալի եւ շատ ուժեղ թշնամի է, որտեղ որ Գորբաչովը ասաց դու Իրանից չի կախված, մեկը կփոխվի պարծան կհանեն Իրան,
ժողովուրդը կլինի, արտադրությունը կմնա, քանդեն պետությունը, բայց արտադրությունը կմնա, պետք է պրինցիպը արտադրությունը կաթվածի ենթարկելն է, որտեղ հա քանդեցին, մարդը մի հատ արտադրություն վերցրեց ու սկսեց նորից արտադրել այդ ռակետաները, արդեն մասնավոր։ Այդ ժամանակ ավելի վտանգավոր դառավ, ինչ պետք է անեն։ Ուրեմն սենց պետք է անեն։ Նայեն ոնց է աշխատում սովետական արտադրության կառավարման մեխանիզմը։ Սովետական արտադրության կառավարման մեխանիզմի մեջ մի հատ կարևոր երևույթ կա, քանի որ ինքը պետական է, մասնավոր չի, եւ շատ ստրատեգիական գործարաններ ունի, ինքը ինֆորմատոր ունի գործարանի մեջ, KGB-ի ագենտ, որի մասին դաժե դիրեկտորը չգիտի, դիրեկտորը դաժե խաբար չի, ով է այդ ինֆորմատորը։ Հասկացա՞ր։ Ինքը այդ ինֆորմատորը հիմնականում ասենք այդ սատից գինու գործանում կարող չլինի, բայց լուրջ գործարաններում, որոնք որ համարում են ստրատեգիական բան, լիքը տես գործարաններ կան, ինքը ունի անպայման մի հոգի, երկու հոգի, հետի կարող արմիության մեջ մարդ լինի, կարող տարբեր տեղեր մարդ լինի, եւ իրանք ինֆորմացիա են փոխանցում, դա ամեն ինչ գիտեն գործարանի մեջ, դաժե դիրեկտորը չգիտի, որ իր մասին գիտեն ամեն ինչ։ Հիմա ինչ պետք է արվի, այսի կապն է գործարանների հետ, կապն է Հայաստանում գործարանների հետ, մեկ էլ տենում ես 88 թվականին, արա սա մի համուր գործարանը մի մարդ եղած հելնում է, որ սովետի ժամանակ պես բան չէ, գործի չի գնում, բայց գնում է ազատության հրապարակ, ամբողջ գործարանը, ուրեմն մեկը պետք է կանե իրանց հանի չէ, այդ աշխատանքի տեղից, ասի մի գնաց, դիրեկտորը իրան ճղում է, դիրեկտորներից մեկը պատմում է, որ չի կարում աշխատողների դեմ, դիրեկտորը չի կարում, բայց մեկը կա չէ մեջից, որ կարում է հանի, դրանց տանի ինտեղ արմենությունից բանից, պես պետք է լինի։ Հիմա այդ գործանը դադարում է աշխատելուց, որովհետև միայն հիմնական պոտենցիալը սովետի արտադրական եւ աշխատողների պոտենցիալն է, թելը ազատության հրապարակ, կոնֆլիկտներ ստեղծվել են նախապես, այսինքն որպեսզի քանդվի նաեւ հերիք չի, որ արտադրությունը սկսես բան, պետք է կոնֆլիկտի վրա սարքես, տարբեր կոնֆլիկտների, որ ուշադրություն դարձնես, համարյա սա հանրապետություններում կոնֆլիկտներից է սկսում, դու կոնֆլիկտը ստեղծում ես, որպեսզի այդ հարցը առաջանա, եղած որևիցե հարցի վրա, այդ կնոկեկը սխմում ես։ Հիմա, երբ որ սկսեց այդ քանդվելու պրոցեսը, ասենք 89 թիվն է, մնացած մանր էֆեկտները չեն խոսում, եկել է 90-91 թիվը, քանդվելու պրոցեսը սովետը քանդվել է, դա դեռ բավարար չի, սովետի քանդվելը դեռ բավարար չի, որ Հակոբը գա էլի երկու բանկասան ունը կրկնեն, շարունակեմ չէ պատմես, Սովետի քանդվելը դեռ բավարար չի, ուրեմն եթե հանգարց սովետը քանդվի, ինչ պետք է լինի, մի հատ ինչ-որ պրոցես պետք է գնա, որ կամ պետք է այդ քանդված հանրապետությունը մնա այդ գործարանը, կամ պետք է մասնավորացվի, այդ մասնավորին պետք է մնա գործարանը, բայց պոտենցիալը մնում է, նշանակում է եթե քանդվի, չի պրծել Ամերիկան այդ արտադրությունից, քանդված նույն բանն է գալի, էլի, ասենք սովետը առանձին հանրապետություն է, բայց նույն ձևի արտադրում է, նույն ձևի բանկային համակարգին, իրանց արտադրություններին, որոնք կախված են այդ արտադրությունների համակարգին, չեն ենթարկվում։ Ուրեմն ինչ պետք է անի։ Երկրորդ հարցը, ում անցնելու այդ գործարանները, եթե ենթադրենք մասնավորեցնենք, պարզը որ պետք է անցնի այդ մարդկանց, ովքեր այդ գործից հասկանում են, մեջն են ինժեներների, մարդիկ, որ մեծ բաներ են, դիրեկտորների եւ այլն դրանց, մարդիկ, որ գիտեն էդի եւ ավելի խելոք են այդ հարցով, ինտելեկտուալ են, բայց այդ էլ չի լինի, եթե անցնի իրանց արտադրությունը կմնա, արտադրությունը նույն ձևի կմնա, ուրեմն պետք է իրանցից զրկես, մի ձև կա այդ անելու, մի ձև կաթվածի հասցնելու, որտեղ ինքը իրանք աշխատացնեն աշխատողները, իրանցն է չէ դառը արդեն պետք է լույսից զրկես, պետք է էներգիայից զրկես, մենակ այդ դեպքում գործարանը չեն կարող աշխատացնել, մենակ մի դեպքում, եթե էներգիա չունի, եւ համատարած սկսեցին օրինակ Հայաստանում էներգիայից զրկել, այսինքն չկա ատոմականը փակել են, հողային անջատում, գործարանները մնում են, չես կարա ոչի բան արտադրես, չես կարա, չկա հոսանք, եթե լիներ հոսանք, իրանք տեղը, այնպես չի, որ պահանջակ չկա, պատվիրատու չկա, հակառակը,
Սովետի 91-ին քանդվելուց հետո պահանջարկը մնացել էր, դեֆիցիտ կար եւ պատվիրատու պետք չէր, այսինքն որ դու տենար մեկ կոշիկի գործանողները հոպա առան ящикներով այդ գործանից մասնավոր 90-ին գնացին Մոսկվա, ծախեցին նորից եկան, փողեր են խփում Էլդուսուս, մեկ էլ Աբատեն շիլնի, այդ որ փողը խփեցին 2-3 տարի հետո դառնելու են մանթաշովներ, գնում են ծառնում են տանելու են պահանջարկ կա, չէ, հա բանը պետական բանկա, մասնավոր բանկեր դեռ չեն մտել Հայաստանի մեջ, մասնավոր բանկեր ինչ արտասահմանյան կապիտալը բանկեր սովետի մեջ չկան, դա շիլնի, այստեղ կնա մի հատ բանկային սիստեմ կստացվի, որ տերերներ կլինեն, ասենք թե սովետի ժողովուրդը, ուրեմն ինչ պետք է անել, պետք է լույսից զրկել ու վсё, լույսից զրկեցին ապել, լույսից զրկեցին, եւ ամեն ինչ կանգնեց 2-3 տարվա մեջ, մի հատ էլ երկրորդ process-ը պետք է անցնի ու ձեռը Անես մարդկան ձերը որ ոչինչ չեն հասկանում, մենակ գիտել, ծախել ուտել, այս վարիանտ էլի։ Երբ որ գործանը կանգնած է, ոչինչ չի աշխատում։ Պարզա որ այդ ինժեները, դիրեկտորը եւ այլը թողեց գնաց, որտեղ ոչ մի բան չի աշխատում, այլև ոչինչ չեն կարող անի ինքը։ Այդպես այդ սխեման աշխատել է, լույսը կդրել է։ Կովիկ Արի սենց անենք, լավ ասեցի վեպի, բայց ձեզ տանեմ ավելի հետ, դուք ուղեղ է վրաս տրամաբանական կապերը կտեսնի, 14 թվից մինչև 17 թիվը Ռուսաստանը պատերազմի մեջ էր, ճիշտ է, 17 թվի տնտեսությունը պատերազմի մեջ է, զարգացման մասին ոչ մի խոսք, որովհետև քանի միլիոն զորք պետք է կերակրես պատերազմում, դրանք չէ որ բանվորներ են, աշխատավորներ են, ուրեմն քանի աշխատանք ուժ պատերազմը խաղում Ռուսաստանում։ Պատերազմը հրահրված էր առաջին համաշխարհային պատերազմը, սկսենք նայել։ Ռուսաստանը 3 տարվա մեջ կորցրեց իր զարգացման թափը։ Դրանից հետո վրա հասավ 17 թիվը, գիտես, բուրժուա դեմոկրատական, անունը դրեցին բուրժուա դեմոկրատական, առաջինը ցարին մեկուսացնելն էր։ Հիմնեցին բուրժուական հարաբերություններ, բուրժուական հարաբերությունները Ռուսաստանում շատ վտանգավոր էր, որովհետև ունենալով հումք եւ աշխատաուժ, ուրեմն այդ զարգացներ երկիրը, որովհետև ցարը այդ ժամանակ խոչընդոտող է հանդիսանում որպես իմպերիա, բայց դեմոկրատական բուրժուական լիբերալիզմը կզարգացնի երկիրը, ուզի թե չուզի, ռուսական բուրժուազիա է, ուրեմն բուրժուազիային էլ պետք է տեղում սպանել։ Ուրեմն վրա հասավ Լենինի կոմունիստական հեղափոխությունը, բուրժուազիան սպանվեց։ Ուշադրություն դարձրեք, բուրժուազիային սպանելու համար Անգլիան եւ Անտանտը պատերազմից իրանց ընկերոջը, որը ցարական Ռուսաստանն է, Կոլչակ, Յուդենիչ, Դենիկին 3 հատ գեներալ են ուղարկել Ռուսաստանի վրա, որ իբր թե ազատի բուրժուական կարգերը, որը խլել է Լենինը, տեսես թատրոնը, սրա վրա ամբողջ ազնվականությունը, որը միացավ սպիտակներ կոչվածի տակ, բոլշևիկների կողմից ոչնչացվեց ու երկրից հալածվեց։ Ուրեմն հալածվեց բուրժուազիան, հալածվեց նաև ազնվականությունը, ոչնչացվեց նաև ֆեոդալական տները։ Ռուսաստանը մնաց 30 0-ի վրա 1991 թվականի նման ոնց որ Հայաստանը։ Այսօր քայլերի հաջորդականությունը։ Դրան անմիջապես հետո հաջորդեց իշխանությունը ումը պետքա լինի։ Պայքար իշխանության համար, որը արդեն երկիրը գնացել է։ Եվ այստեղ առաջացավ Տրոցկին, որը հատուկ ժամանեց Ամերիկայից, որպեսզի Ռուսաստանի քայքայված տնտեսությունը միանգամից դնի արևմուտքի կապիտալ ներդրումների տակ ու ամբողջը օրինականացվի որպես սեփականություն։ Այնց այդտեղ ոտքի կանգնեց քու այդքան շատ սիրելի եւ ատելի Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը, որը որ Տրոցկու ամբողջ պլանները ձախողեց։ Տրոցկին ասում էր մեզի ոչ մի բան պետք չի։ Ստալինը զարկ տվեց ինդուստրիացիային,
Նրանից հետո թե ինչ կխոսեն, ինչ գնով վերականգնեց ծանրացյունաբերությունը, ինչ ճառեր ասեց, այդ չի հետաքրքրում, որովհետև ձախողվեց Ռուսաստանը ագրարային երկիր դարձնելու փորձը միայն, որպեսզի ինդուստրիան մտնի արևմուտքից եւ ամեն ինչը բռնի։ Ձախողեց Ստալինը ինդուստրիալիզացմամբ, էներգետիկայի երկիր, էներգիա պետք է դրեց ու սկսեց գետերի վրա էլեկտրակայանները սարքել, հզոր էլեկտրականներ, բահերով ժողովուրդ գնացինք համաշխարհային սոցիալիզմը մտանք կոմուն, բայց իր խնդիրն ինչ է, Ռուսաստանը կանգնացնել քայքայումից, էներգետիկան լուծեց, ինդուստրիան լուծեց, մտավ գյուղատնտեսության մեջ, գյուղատնտեսությունը քայքայված էր, բաց չէր, գյուղացին ոչ տրակտոր ունի, ոչ բան ունի, Հայաստանի նույն վիճակն է, ինչ որ 94 տվին, 95 տվին, 6, 7, 8, մինչև հիմա գյուղացին հողը կա, բայց դե ինչ անի։ Ստալինը մտցրեց կոլեկտիվացումը։ Կոլեկտիվացումով երկիրը ոտի կանգնացրեց։ Ինչի համար կանգնացրեց, որովհետև այն գյուղացին, որը աշխատանք չուներ, պետք է աշխատանք ուներ։ Հողը կա, մեքենան կա, գնա աշխատի։ Արդյունքը իհարկե ինքը տարավ ինչքան պետք է երկիրը հիվանդությունից առողջացնելու համար, բայց այդ բոլորը ավարտվեց 53 թվին, պատերազմներ շահեց եւ այլն։ 53 թվից հետո մնացած դեպքերը գալիս են շարունակելու Տրոցկու գործերը, որոնք վերջացան 91 թվով։ Վերջապես Ռուսաստանին հրեցին այնտեղ, որը չկարողացան 24 թվին հրել։ Հասկանալի է ով ջան ինչ եղավ։ Դու լավ բացատրեցիր այդ հրաշալի։ Այսինքն սա խնդիրը գնում էր այդ իմպերիայի մարմինը ուտել։ Հիմա շարունակվում է։ Դրանք հենց սրա վերջը ինչ է գնում։ Բայց մենք գոնե հասկացանք, բացատրեցինք իրար, թե ինչ է կատարում։ Եվ մեր գլխի եկածը հենց դա է։ Չնայած արևմուտքը մեզնից այդպիսի գլոբալ վտանգներ չի զգում, խոսքը Հայաստանի տարածքաշրջանի մասին է, բայց որպես մեր վրա կա սովետական կնիքը, հանկարծ այդ կնիքի վերածնունդը վարակիչ կհանդիսանա, մեկ է Բելարուսյանը համահանում իրանց համար, կպելա չի քանդվում, դա գիտես ինչ վտանգավոր է, նա ցույց է տալի, որ եթե դուք չքանդվեիք, դուք բոլորդ քանդվեցիք, մենք հիմա հրաշքներ կգործեինք, վտանգավոր բան է, սխալ օրինակ է արևմուտքի համար, դրա համար կոկորդներին է նստել, այլ անունի ինչ ասես դնում են, բռնատեր, դոսիմ թակավոր եւ իզուր տեղը մեկը մյուսի հետևից Կադաֆին, Եգիպտոսի Մուբարակին, հիմա Սիրիայի վրա են եկել։ Դրանց վրա դրել են որպես բռնատերերի կնիկ, բայց թիրախը Լուկաշենկոն է։ Որովհետեւ այդ իրանց մարդիկ էին, իրանք էին դրել։ Հիմա իրանք ուզում են ժողովրդին սովորացնեն, որ եթե մի մարդ է ղեկավարում, անկախ դրանից ճիշտ է թե սխալ, կապ չունի, երկիրը ծաղկում է, թե չէ, մարդուն պետք է հանես։ Այդպես բան կլի, եթե ծաղկը ցնում է, հասարակը ապրում, ոչ մի բան չկա, ամեն ինչ զոհում է, ինչի պետք է հանես այդ մարդուն, որ հանես ղեկավարի։ Չէ ասում են, այդպես չպետք է լինի։ Կարծես ստի ոտերը կարճ են, վռած հայտնաբերվում են, ճիշտ է։ Անցի առաջ լավ բացատրեցիր։ Հակոբը գնում գալիս է, բայց մուխը մարվա։ Որովհետև ինքը ուզում է Չէ, դες բան չկա, Հայաստանի մուխը ոչ մի անգամ չի մարվելու։ Հակոբ սաբոտաժնիկ չհասկանաս անգամ սապոժնիկ։ Սաբոտաժը կառավարման սիստեմի մեջ կատարում են նույն հրահանգները, որ այդ պետության թշնամիները խաղաղ ճանապարհով այդ պետության բանը իջացնում են կենսունակությունը։ Տրոցկի մասին է ասում։ Հիմա ես ուզում հասկանամ, իսկ ով է Ստալինը։ Իսկ ով է Ստալինը։ Տիգրան Սարգսյանը տրոցկիստական չի։ Տրոցկիստը էլ ոչ։ Ընդունեցինք։ Այս Ստալինի մասին կասեմ ով է։ Իսկ ով է Ստալինը, որ Հայաստանը վերականգնեց։ Այդ եմ ասում։ Ով է Ստալինը, որ Հայաստանի համար այդ օրենսդրությունը սարքել։ Հա։ Այսի շատ լավ թեմա է։ Այսի ես քեզ Давай, սկսեցինք։ Չի կարա Հայաստանի մուխը մարել չի լի, давай, սկսի։ Սկսի օջա, սկսի։ Լուսավորի։
լուսավորի ով խավարիչ լուսավորի Միջև Ստալինի գալը ասեմ այս մենք խոսացինք այդ թեմայից նոր ասեցինք բան ասեց գիտես Տիգրան Սարգսյանը բան չի Տրոցկից չի ինչ նախնդիրը որ առաջին հերթին ինչպիսի Բելարուսան ինչպիսի երկիր է այդպես երկիր այդ Միջնորодный վալյուտный ֆոնդին բաներին այդ խմբին արտասահմանյան այդ բանկային կառույցներին պետք չի որովհետև իրանց պետք է երկիր որը պետք է լինի ծառայությունների երկիր ոչ արտադրության կախված կրեդիտներից կախված ամեն ձևով այդքան բան Հիմա это իշխանությունը գլոբալիզացիայի բանը это իրանց բանը արտադրությունը պետք է լինի իրանց կապիտալից կախված եւ իրանց երկրներում որովհետեւ այստեղ Ռուսաստանը նույնիսկ երկիր է որ ամբողջովին չեն կարող դեռևս իրանք դեր բան անեն դիրություն անեն դերը դառնան եւ ով է Ստալինը ոչ թողեց այն պատմության ընթացքում ուրեմն որպեսզի մար Ստալինը պետք է նայենք թե Հայաստանի Ես հարցնում եմ ով էր Հայաստանի Ստալինը, Ռուսաստանի համար Ստալինը արեց, հա, արդյունաբերությունը նորից Հայաստանի համար էր, մի րոպե, Ստալինը արեց ժամանակ եւ Ռուսաստանի համար, եւ Հայաստանի, եւ բոլոր սովետական միության հանրապետությունների համար։ Հասկանում ես, այդ հիմքը դրեց։ Եվ ինչի էր ինքը անում, ով էր ինքը այսպես ասած վրացին, որ հելել է ու փրկում է Ռուսաստանը։ Ինչ է հելել փրկում Ռուսաստանը։ Մեկ էլ Լենինը բան են անում, մեկ է Ստալինը իմ մոտ այդ հարցը ծրակել է։ Ասում եմ, բախի ասա, որ ես վերջերս մի հատ բան եղավ, Իմիրասի հաղորդում եղավ, դրեցին տարբեր անուններ, թե ով է լինելու Ռուսաստանի բոլոր ժամանակների անունը, Ստալինը առաջին տեղն էր գրավում, սկանդալ է, բռնի սարքեցին ինտերնետով, յանում երրորդ տեղն է, այդ անունների մեջ, Նևսկի, Պուշկին, այստեղ մեկ է Պոզները խոսած ասեց, ինչ խայտառակությունն է, սրանք բան են, ֆաշիստներ են, բանսыз բաներ ասեց Պոզները եւ այլն, ժողովրդի մասին Բայց իրականում ժողովուրդը ես հետագայում երբ որ սկսեցի մի քիչ նայելուց ունեցել, հասկացա, որ ժողովուրդը լավ էլ ջոկում է բնականից, ինտուիտիվ, ով է իսկական իր փրկիչն ու պահողը։ Ստալինի մասին ինչ էր ասած չենք լսում, ես չեմ շատ մանր արդարացնում, բայց ինչ էր ասած չենք լսում, բայց երբ որ սկսում ես հասկանալ ամբողջ խնդիրը, մեկ է նույնիսկ որ իսկականից Ստալինը փրկել է ապեր Ռուսաստանը, փրկել է Ռուսաստանը, եւ ոչ միայն Ռուսաստանը փրկել է, այլև մի հատ այնց հզոր երկիր է սարքել, այդ իր արտադրությունները նելով, այդ կառուցում։ Դարձել է իսկական սովետական միություն, կոմունիստական։ Լենինը այդ ծրագիրը չունի Տրոցկին, իրանք բաժանում են իրար մեջ, Իլֆ ու Պետրովի ժամանակ կտենաս այդ պատմությունների մեջ դու տենում ես, որ մինչև 28 թիվը, 29 թիվը մի հատ ահավոր անկազմակերպ, ասած ահավոր վիճակ է տնտեսության մեջ, սեփականություններ են բաժանում, ցանում, բան եւ այլն, սրանց ձեռից խլում եւ այլն, ասած վիճակ է։ Ասեմ ով է Ստալինը, թե չի հետաքրքրում։ Ասա եթե մտքով անցել է։ Գնացում այս խորը։ Ասա, ինչ է եղել։ Ժողովուրդը իմանա ով է։ Ստալինը ով է, դրա մասին ամենատոչնի տվյալը պատտվում է Լեհաստանում։ Եվ մեր Լեհաստանի լավ ընկերներից մեկը, լույս աշխարհի մասնակիցներից, Տիգրան Վարդիկյանը, ինձ այդ ինֆորմացիան տրամադրել է։ Ես ստուգել եմ, ուսումնասիրել եմ, միջել էսկոմենկով կարդացել եմ, տեսել եմ, միջել ռեալ ինֆորմացիա կա ապացույցներով, որ Ստալինը ուրեմն Ստալինի ինքնությունը եւ ինչեր է ինքը անում։ Ուրեմն Ստալինը մենք գիտենք, որ ինքը ասենք թե բանի ասում ենք հայ տղա է եւ այլն, ասես բան են չէ՞ լսել, հրեայի տղա է, ասես բան են լսել, բայց չգիտենք ինչ է, Ջուգաշվիլի է, բայց ինչի ազգանուն է Ստալին բանսես բանի։ Ուրեմն երկու ինֆորմացիա կա, որը որ դեռևս
պսևդո պատմագետները, որոնք որ տելևիզիոն ցույց են տալիս ստալինիզմի մասին, ինչպես ասենք այն մեր վերացի քաղաքականն ես մոռանում եմ եւ այլն, որ վերացիա, բայց հրյա է կիսով խոսում են Ստալինի կեղտոր գործերի մասին եւ Սվանիձեն, բայց իրանք չեն բացառում երկու բան, երկու ինֆորմացիա, որը փաստ է։ Ստալինը ուրեմն մինչև ժամանակ ծառայել է սպայ է եղել ցարական բանակում, դա մեկ։ Երկրորդը որ գիմնազիա է գնացել, դա երկու։ Այդ երկու ինֆորմացիան արդեն հոգևոր գիմնազիա։ Հոգևոր գիմնազիա։ Այդ երկու ինֆորմացիան արդեն ասում ասին, արդեն ինֆորմացիա մեզ տալի, որ Ստալինը հենց այնպես մարդ չի, առաջինը, որ չէր կարող ինքնել ինչ-որ աղքատ ալկոգոլիկի տղա գնալ, որպեսզի գնալ գիմնազիա գնում էին, փողով էր գիմնազիան, եւ ամեն մարդ չէր կարող գնալ գիմնազիա սովորելու, դա հո հիմիկվա դպրոցը չի, որ բոլորը հավասար գնում են։ Եվ գիմնազիայի համար պետք է ունենալ միջոց, ուրեմն մեկ առաջինը բանը ալկոգոլի աղքատ ջուգարշիլի տղան գնացել է գիմնազիա, երկրորդը ինքը սպայա բանի ցարական բանակում ով կարող դառնալ ցարական բանակ սպա ամեն մարդ չէր կարող դառնալ եթե իր բանը չիմանան ազնվական ցակում չունենար ազնվական ցակում միայն ազնվական ցակում բոլոր չէր կարող սպա դառնալ եւ գնալ սպանել հենց այնպես չես դառնում գնում ես սովորում ես նոր ես դառնում սպա հասկացա Հիմա ուրեմն ստացվում է որ Ստալինը ազնվական ցակում ուներ եւ եթե ազնվական ցակում ուներ ուրեմն բան է էլի ցարական մարդ է ստացվում հետաքրքիր է չէ ուրեմն բաները սենց են անում լեհական աղբյուրները գրում են թե ով է Ստալինի հետը նկարը դնում են դու կարաս դնես նայես իրար հերու տղա իրար կողք Точно. Ստալինի հետը Պրժևալսկին է, գրում են լեհական աղբյուրները։ Պրժևալսկին մենք գիտես ոնց է, ճանաչում ես, չէ՞ Պրժևալսկուն ինքը աշխարհագրակ է, հետախույզ, որ ամբողջ Սիբիրի հարավը ուսումնասիրել, քարտեզագրել է, ռուսական արքունիքին է ներկայացրել։ Պրժևալսկու անվան Զիկա, հովի Պրեժևալսկի Իչինասիա, Մոնղոլիա, ասա հետո Հիմա որ նայես ֆոտոները Պրեժևալսկի և Ստալին Պրեժևալսկի Էլ էլ է շիմանաս է Հիմա որ նայես Պրեժևալսկի և Ստալին նկարները կտնես որ հերու տղա են հələ խփի ինտերնետում Պրեժևալսկի Ստալին կա այդ ֆոտոն իրար կողքերած կամ առանձին բեր իրար կողքից տես ինչքան նմանություններ կան մորֆոլոգիական հարցով ասենք կառուցվածքի դու տենում ես որ ասենք մազերը ինչ ձևի է քիթը աչքերը Էքսը բեղեր են պահում եւ կասեմ կապցեմ ինչ է ոնց է երևում որ Պրեժևալսկին Ստալինի հայրն է մինչև դրան գալը ասեմ Պրեժևալսկին նաեւ բանա շատ ուժեղ ընտանիք է որը որ ոչ միայն այդ Պրեժևալսկին հայրը դրա պապերն են լեհական եւ ռուսական Կազաչի տոհմա կազակներ են, որոնք հետագայում գնացել են Լեհաստան կոմսություն են ձեռք բերել, եկել են Ռուսաստան եւ այլն եւ միշտ ոնց որ ասած հայտնի թագավորները ռոմանները նույն հայերն են նույն հայերն են այո դրա առանձին հաղորդում կլի նույն հայերն են կազակական հին դինաստիա են հետաքրքիր է որտեղ դեմքերն էլ է տենց սև մեղնես քիթը բերանը տենա ոչ թե ռուսի նման կապուտ աչքերով են բան եւ այլն Պրեժևալսկի Ստալինին նման է իրոք հետո հետո ուրեմն եւ հետո ես էլ հետաքրքրությամբ ընկել եմ մեջը խորացել է Եվ Պրեժևալսկին ուրեմն ոնց է պատմությունը եւ Ստալինի հետ ուրեմն ծնվելու ինչպես է ապացուցվում եւ հեսա մենք ապացուցենք լեհական աղբյուրների հետ որ այդ Պրեժևալսկու տղեն է բացի նկարից
Ուրեմն Պրժևալսկին ինչից գիտեն լեհական աղբյուրները դրա մասին, որտեղ իրանց մոտ կա Պրժևալսկու գրերը գրված։ Այսինքն գրերը նամակները պետք է ասես։ Գրերը ո՞ր։ Նամակները, գրվածքները, տարբեր բաներ, տարբեր թղթեր։ Թե չէ որ փաստաթղթերը։ Այսինքն ձեռագրով գրված։ Ինչ որ մեկը չի պատմել։ Այսինքն ինչ որ մեկի պատմածը չի, այլ Պրժևալսկու գրածն է։ Okay. Եվ այդ արխիվում դրա հիմքի վրա ուրեմն Պրժևալսկին ինչպես է հանդիպում, այսպես ասենք, Ստալինը ոնց է անում եւ ինչի անում Ջուգաշվիլի, Ստալին եւ այլն։ Այսի անպայման է մեր համար, որպեսզի մենք հասկանանք այդ ամբողջ պատմությունը, Ստալինը ինչ գործ ուներ այնտեղ, ինչ էր անում, ոնց եւ այլն։ Հիմա Պրժևալսկին ուրեմն կարևոր դեր է խաղում Ռուսաստանի համար։ Ինքը անպայման գնում է Միջին Ասիա, Տիբետ, Չինաստան եւ այլն, ինքը սպայ է, բան է, օֆիցեր, գեներալ բան է արմիայի, բայց ինքը էդի պետք է գնա ամբողջ բանակով եւ հիմիկվա նման չի, որ ուղարկեցի բանակը սամալյոտներով, ռոտոտումներով բաներով են գնում, եւ այնտեղ ռուսական ուրեմն ազդեցություն անի, զադանյաներ կատարի, բանդերի եւ այլ եւ տնտեսական հարցերի համար, ուրեմն ամբողջ այդ մեխանիզմով ինքը գնում արշավանքի։ Եվ այդ արշավանքի մեխանիզմը արշավախումբ է տանում, հովի։ Արշավախումբ է, բայց դա 5 հոգի չի, 10 հոգի չի, 20 հոգի չի, դա բանակ է գնում այդտեղ։ Հա, բայց 20,000 էլ չի։ Ինչ որ մի քանակ արշավախումբ։ Հա, մի քանի հազար։ Հա։ Հետո բանակ է գնում, որտեղ բանակը ոչ թե իրանք գնում են ինչ-որ բան, ինքը կոնկրետ բանակ է, որովհետև գնում են իրանց ազդեցության տեղերը, այնտեղ պատերազմ իրար քակերել է ալնում, ասենք հիմա պատկերացու, որ այդ ինչ-որ Աֆղանիստանում այդպես բաներ կային, այդ խնդիրները եղել են այն ժամանակ, պրոստը այդ աշանի պատերազմներ չի եղել, չէ՞ որ Ռուսաստանը պետք է всё իր ոնց ասած դնել ազդեցությունը, օգնել, որպեսզի առևտրականները ազատ շարժվեն։ Հարավային սահմանի ռուսական քարտեզագրությունը այդ շրջանում է եղել, գիտես։ Այդ շրջանում, թե չէ այդ սահմանը ռուսական ո՞նց է գծվել, որ պատերազմներով չի գծվել, սենց քո ասացի նման է եղել։ Դիվանագիտական խոսակցություն, պայման, էսկոմենկոմ, վերջի այդ մասով ռուսական սահմանը տարվել է, մինչև հեռավոր արևել։ Եվ Պրժևալսկու անունը աշխարհագրական հետազոտությունների մեջ է մեծատառերով գրված, որպես հետազոտող։ Ես չգիտեմ, թե դա ինչ մտքով է գրված, գեներալ Պրժևալսկու, բայց ինքը միշտ դիտվում է որպես նոր երկրներ հայտնագործող այդ մասերով։ Որտեղ ինքը շատ հետազոտություններ արել է իր խումբը, շատ բաներ են հայտնաբերել, այսինքն ինքը ոչի արել իր խումբն է, սակայն ինչ է բանում, այդ ճանապարհը կազմակերպվել այդ արշավանքը։ Ուրեմն իրենք եկել են կանգնել են, սկսել են արշավանքը ուրեմն բազա են ստեղծել Ղրղստանում մի հատ քաղաքում, որի անունը ճիշտն ասած ես հին անունը մոռացել եմ, բայց հիմա այդ անունը Պրժևալսկ է։ Եվ իմ ինչ այլոց ասեմ, այդ քաղաքի անունը Լենինը հանել է, որտեղ սկզբից Պրժևալսկ են դրել քաղաքը, Լենինը հանել է քաղաքի անունը դրել է ուրիշ անուն, Ստալինը վերադարձել է Պրժևալսկ։ Մինչև հիմա էլ Պրժևալսկ։ Դա կարևոր է։ Այո, այսինքն Լենինից հետո Ստալինը փոխել է Պրժևալսկ, այսինքն կարևոր էլեմենտ է, հենց այստեղ փոխել Ստալինը Պրժևալսկ քաղաքի անունը, երբ որ Պրժևալսկին սովետի ժամանակ արդեն համարվում է բան, չէ, բուրժուա ժամանակահատվածը։ Հիմա իրանք այդ Պրժևալսկում են բազան դնում, հետո նոր սկսում են այդ բազայից գնալ ուրեմն այստեղ այնտեղ տարբեր տեղեր վերադառնալ բազա։ Մի ամսով գնում են հետ են գալ, բայց բազան այնտեղ է ամբողջ այդ իրանց տնտեսությունով։ Բայց մինչև տնտեսությունը ուրեմն չէ որ զինվորները պետք է վրաններ ունենան, հագնվեն, բաներ, պահեստ պետք է լինի, տարբեր տեսակի այդ սաղ պահեստները պետք է լինի։ Իրանք Մոսկվայից այդքան է որ չեն բերում հետները։ Դա իրանք հսկայական բան կներ։ Իրանք գալիս որտեղ, ուրեմն մինչև հայտնվելը Պրժևալսկում իրանք պետք է գան այդ ճանապարհով անցնեն եւ կանգնեն միտեղ որտեղ որ արտադրությունը կա, ամբողջ արտադրություն կա, այդ արտադրություններից ինչ որ իրանք պետք է պատզակած վերցնեն, նոր գնան բազա Պրժևալսկ։ Եվ այդ տեղը
Վրաստանն է, որովհետև գալիս են Վրաստանով, գալիս են այդտեղ ամբողջ արտադրություններն են։ Վրաստանը շատ այդ ժամանակ շատ ուժեղ ինդուստրիալ մանուֆակտուրաներ ունի, բան ունի եւ ճանապարհին է մոտիկա։ Ինչ ունի։ Եվ կոշիկի եւ շորի ամեն արտադրություն դերձակներ բաներ կան։ Հայերն էլ շատերի տերերն են հայերը, սա կիմանանք ինչի։ Եվ գալիս է ուրեմն երևի այդ գորի քաղաքը, որտեղ նույն ձևի կա, այդ արտադրությունները, կանգնում է, այդտեղ հյուրանոց կա։ Ինքը տեղակայվում է հյուրանոցում, որի մասին գրում է, որ հյուրանոցի աղախինը, որը որ շատ ինտելեկտուալ զարգացած կին է զարմանալիորեն, իրան շատ է դուր եկել, ինքը դրա մասին գրում է։ Հիմա ստեղ մի հատ կարևոր երևույթ կա, այս հյուրանոցի տերը միևնույն ժամանակ, այսինքն հյուրանոցի ինչ է, ինքը շենք է, հյուրանոցների ժամանակ հիմիկվա հյուրանոցների նման չէ, այսինքն ապրելու տեղ է, ծառայությունով, աղախինով եւ այլ, բնակարաններ են։ Այդ նույն շենքի տերը ով պետք է լինի, ինդուստրիալ է արտադրողը, որը նաև ունի արտադրություն, ասենք կոշիկներ, եւ որից զակազը վերցնում ես։ Այդ էլ կապնված մարդա բանի հետ, ցարական մարդկանց հետ։ Էդի հայ է, ուրեմն, տերը, հայ է։ Հիմա այստեղ մի հատ կարևոր երևույթ կա, համեմատել են այն ժամանակահատվածները, որի մասին գրում է Պրժևալսկին, եւ այդ ժամանակահատվածը, որ Ստալինը ծնվել է, համընկնում է հենց այդ աղախինի հետ։ Պրժևալսկին գրում է որոշ բաներ, սակայն մի փոքր մաս կա իհարկե այդ մանրամասնությունը Ստալինի ծնվելու եւ այդ բանի մասին, որը բացակայում է, ուղղակի բացակայում է, երևում է, որ դրա մասին բացակայում է։